Մեր տաղավարում այժմ Արմեն Չիբուխչյանն է հարգելի հեռուստադիտողներ, բնականաբար վերլուծությունների ժամանակն է, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ իհարկե անդրադառնալու ենք այսօր Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, նույնպես Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստներ նախագահ Թրամփի գլխավորությամբ։ Տեսեք, այդ նիստը ես ուզում սկսել բանից, ուրեմն Թրամփի նկարագրությունից, ճիշտ ասած, ես որ դիտում էի, կողքս նստած էր անչափահաս երեխաս, ուրեմն երբ որ ինքը ասեց, թե մեկը մի ծայրի վրա էր նստած, մեկը մյուսից հետո աստիճանաբար մոտիկացան, ես այդ պահին երեխուն ասեցի գնային կողմ, որովհետև ինձ թվաց ես 18+ կոնտենտ ա սկսվելու։ Ինքան սեքսուալ կներեք ռոմանտիկա ներկայացնում, այդ որ ուղղակի այսպես ասում Թրամփը իր անկրկնելի է։ Եթե իսկ ավելի լուրջ, եթե մենք խոսում ենք ուրեմն իրադարձությունների մասին, ինչա դա, ինչ էր կատարվում, տեսեք, սա ըստ էության ձախողված էր, որովհետև չհամաձայնեցին, դուք ինքներդ տեսաք ներկայությունը։ Այն որ Հայաստանը մասնակցում է ճիշտ է, պարտադիր է, այսինքն այդտեղ կասկած չկա, բայց ինքը որպես այդպեսին, եթե մենք խոսում ենք Խաղաղության խորհրդի մասին, Եվրոպան հրաժարվում է մասնակցել, անգամ Վատիկանն է հրաժարվել մասնակցել, ինքը ասեց, որ ես ՄԱԿ-ը կա դրա համար։ Այո, այստեղ հակամարտություն է, այո, որտեվ էլի գնում այդ մեղադրանքները, որ դուք ուզում եք համաշխարհային խնդիրների լուծումը տեղափոխել այս խորհուրդ կամաց աստիճանաբար։ Չինաստանին, Ռուսաստանին էր ասել Թրամփը հրավիրված էին, լավ կլինի որ գան եւ այլն, ես չէին եկել, այսինքն այստեղ Պուտինն էլ սպասում է եւ չի շտապում։ Գումարած ուրեմն քանի որ Պուտինը չի գնացել, Լուկաշենկոն, որը միացել էր իբր թե Խաղաղության խորհրդին, չգնաց նաեւ Լուկաշենկոն։ Որպես փաստ ունենք հետեւյալը, եվրոպական երկրներից ուրեմն ներկային միայն Հունգարիան եւ Բուլղարիան։ Անգամ ես Ֆիցոին չտեսա, որը շատ հետաքրքրական էր, Ֆիցոն իր քաղաքականությունը այսպես շարունակ։ Գլոբալ ինչու է կայանում միտքը, տեսեք։ Այն ծրագիրը, որ Թրամփը ուզում է Միացյալ Ազգերի կազմակերպությունը ալտերնատիվ ստեղծի, այս պահին այդ ծրագիրը տապալվում է։ $5 միլիարդ փող են հավաքել, 10 միլիարդ միայն Միացյալ Նահանգներն են ներդրել։ Հասկանում եմ, 70 միլիարդի կարիք ունի, նկատի ունեմ միտքը հետևյալն է, հիմա, այնտեղ կա կանաչ գոտի եւ կա մնացած հատվածը։ Հիմա միայն Ինդոնեզիան է համաձայնվել Գազայում զորք ուղարկել։ Այսինքն տեսեք, ում էր 5 երկիր, միայն Ինդոնեզիան չէ։ Այս պահի դրությամբ, որ մնացած որևէ մեկը չի հաստատել, հիմա ես ձեզ ասում եմ, հետևում եմ այդ խնդրին, որևէ մեկը դեռ չի հաստատել, խոսվում է, այո, շատ երկրների մասին է խոսում, անգամ Ադրբեջանի մասին է խոսվում։ Չէ, ժամանակին, գիտեմ, Ալիևը ասեց ոչ, այնտեղ կա խնդիր, որտեղ կա այդ ինչի շեշտեցի կանաչ գոտի, որովհետև տեսեք, հիմա Ինդոնեզիայի զորքերի 8000 ինդոնեզիացի, կոնկրետ որ խոսվում է ինդոնեզացիների մասին։ 8000 ինդոնեզացիները որտեղ են կանգնելու։ Կանաչ գոտում կանգնած են իսրայելական, իսկ կանաչ գոտու գիծը պահում է Իսրայելը։ Ուրեմն եւ բնականաբար դրանից այն կողմ նրանք չեն պատրաստվում անցնել, որովհետեւ այնտեղ արդեն Համասն է զինված եւ իրենք զոհեր կունենան, ինչի իրենք չեն ուզում։ Ինդոնեզիան պատրաստ է կանգնել կանաչ գոտու, այսինքն իսրայելական զորքի հետևը, իմաստը 8000 մարդ այնտեղ կերակրել, եթե իրենք ոչ մի բան չեն անելու, Բացի դրանից, Իսրայելը պահանջում է, որպեսզի այդ բոլոր ներդրումները, որոնք հիմա տեղի են ունենում, հիմա Գազան մոտավորապես 50-50-ի է բաժանված, 50% գտնում է Իսրայելի զորքի ներքո, այնպես 50%-ը Համասի։ Այսօր ավելի վատ բան էր հրապարակվել, BBC-ն էր հրապարակել, որ ամբողջ տարածքը տիրապետում է այժմ արդեն նորից Համասը։ Ամբողջը չի, չէ։ Չէ, խնդիրը նկատի ունի, ես հասկանում ինչի մասն է խոսքը, այն հատվածը, որտեղ իսրայելական զորքերը լքել են, դա հենց բուն Գազա քաղաքն է իր շրջակայքով, այդտեղ Համասը լիովին վերականգնել է եւ իր իշխանությունը։ Այո, հենց Գազա քաղաքը իր շրջակայքով գումարած ռեպրեսիաներով, պատիժներով, ամեն ինչով եւ այլն։ Ավելին իրենք այդ կարմիր գոտուց դուրս են գալիս, շարունակվում են այդ ահաբեկչությունները, փորձում են իսրայելական զինվորներին սպանել, այսպես թունելներից դուրս են գալիս տակից, այսպես շարունակ։ Իրավիճակը շատ լարված է։ Ես եթե չեմ սխալվում, երեկ էլ նշեցի, որ իսրայելական կառավարությունը
ուրեմն հասկացրել է Տրամփին, որ եթե Համասը չզինաթափվի, իրենք մտնելու են եւ այդ գործը անեն, որովհետեւ չեն ուզում թույլ տան, որպեսզի Համասը վերականգնի իր հնարավորությունները։ Այսինքն դեռևս Նեթանյահուն սպասում է, չի ուզում Տրամփին զայրացնի, ես ես ասեմ, եթե որևէ բան չփոխվի եւ չկարողացան Համասին զինաթափել, իսկ դա շատ բարդ գործ է, ենթադրում եմ, այստեղ հետաքրքրական մի բան է, որ Իրանի գործոնը կարող է ազդի, ես ասեմ, այս խոսենք, բայց Համասը միայն Իրան չի, Համասը նաեւ Թուրքիա է, պետք է հասկանալ, սա կարևոր հանգամանք է։ Համասի կարողությունները Վենեսուելայով սահմանափակվեցին ավելի, իրենք այնտեղից եկամուտներ ունեին, բայց իրենք եկամուտներ ունեն նաև Թուրքիայից։ Համասի բարձրաստիճան ղեկավարության, եթե չեմ սխալվում, են սպանված Հանիայի եղբոր որդին Թուրքիայում բիզնես ունի Էրդողանի Փեսայի հետ առնչվող ընկերությունների հետ եւ այնտեղից ֆինանսավորվում է Համասը։ Այսինքն Համասը մի քիչ ավելի բարդ է, հա։ Հազբոլլահն օրինակ ավելի շատ Իրանից եւ Վենեսուելայից էր կախված, ընդհանրենք էլի իրանական ճանապարհներ, իսկ Համասը մի քիչ ավելի բարդ է։ Հետևաբար, այստեղ խնդիրը, որ միջանկյալ ընտրություններից հետո Միացյալ Նահանգներում, եթե որովհետեւ հիմա Նեթանյահուն չի ուզում Թրամփի ռեյտինգին վնասի, հա, այս խաղաղության ծրագիրը կգնա այնքան միջև միջանկյալ ընտրություններ։ Իսկ եթե Թրամփը ընդհանրապես պարտվեց միջանկյալ ընտրություններում, այդտեղ ընդհանրապես ավելի բարդ է լինելու, որովհետև դեմոկրատները դեմ են հանդես գալու Գազայում օպերացիայում, այստեղ պատմությունը շարունակվելու է, իսկ Նեթանյահուն չի կանգնելու, որովհետև իրենք հասկանում են, որ այդ հարցը պետք է լուծվի։ Ստացվում է, որ իրանք նորից ցիկլով ֆռում են, այսինքն պատտվում են, ոչ մի բան չլուծվեց։ Դրա համար ասեմ ձեզ, այս Գազայի խաղաղությունը շատ փխրուն է, այս խաղաղության խորհուրդը շատ փխրուն է։ Տրամփը փորձում է ուրեմն իր վարկանիշը բարձրացնի այսպես, փորձում է, այսինքն ներքին, ինքան հետաքրքրական է, տեսեք, Տրամփը եկավ մեզ բոլորիս համոզեց, որ ինքը գալիս է ներքին հարցերը լուծի, ինֆլյացիա եւ այլն, այսինքն ամբողջ իր ռետորաբանությունը ուղղված էր ոչ մի կոպեկ դրսին, չէ։ Հիշում եք ինչպես սկսվեց USAID-ին փակեց։ Վաճառում է օրինակ Եվրոպայում։ Նկատի ունեմ, հիշում եք, մեր զորքերը ստեղից պետք է հանենք, ընդեղից պետք է հանենք եւ այսպես շարունակ, հա։ Եվ Ռուբիոն ասեց միայն գումար կներգնենք այնտեղ, որտեղ մեր շահերն է պահանջվում, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ անգամ այնտեղ, որտեղ իրանց շահերն է պահանջվում, իրանք փորձում են ոչ թե ուղղակի գումար դնել, այլ իրանք փորձում են բիզնեսի տրամաբանությամբ գումար դնել։ Ինչպես օրինակ տեսեք, Թրիփի տրամաբանության մեջ, չէ, նկատում եք, իրենք չեն խոս տալիս ինչ որ միլիարդներ հենց այնց, իրենք փորձում են ներդրումների միջոցով դա անել, այսինքն փորձում են ժողովուրդը չեր ընկալի հակառակը։ Դե, գիտեք ինչ, Հայաստանի մասով կամ այնտեղ Ադրբեջանի մասով իդեպ այնտեղ ավելի մեծ ներդրումների մասին է խոսքը գնում, որտեղ ենթակառուցվածքներ այնտեղ եւ ծովային եւ նավահանգստային, չէ, նկատի ունեմ այդ միջին միջանցքի ենթակառուցվածքների մասին է խոսքը, չէ՞ որ այնտեղ կենտրոնական Ասիայում ներդրումներ պետք է արվի, այսինքն այդ ահռելի ծախսեր է, այդ մենակ Հայաստանը չի, այդ մասը չի, այնտեղ ահռելի ծախսեր է։ Ադրբեջանի մասով այդ միջին միջանցքը նավահանգիստներ է, նորից այնտեղ գնացքի գծերը Ալիև ասում է, որ այնտեղ էլի աշխատանքներ կա կատարելու մի խոսքով։ Այսինքն մեծ հաշվով, եթե մենք նայում ենք իրականությանը, Տրամփը եկավ ներքին օրակարգը, որ պետք է գները իջացնի, հիշում եք այդ ամեն ինչը եւ այլն, բայց այսօր ընտրություններից առաջ ինքը ամենացածր վարկանիշը ունի, ուրեմն ներքին քաղաքականության մասով, արտաքին քաղաքականությունն էլ եթե ներքինը վատ է, ամերիկյան ընտրողի համար առանձնապես բան չի, բայց միևնույնն է, այս ընթացքում Տրամփը շարունակում է, փորձում է, իդեպ մասով մենք խոսենք հաջորդ հատվածում, փորձում է միջազգային հաղթանակներով հաղթել ընտրությունները եւ մենք նաեւ կտեսնենք հաջորդ մասում հետաքրքիր բան է կատարվում նաեւ Ուկրաինայում։ Որովհետեւ հիմա հաջորդ մասում, որովհետեւ հիմա գնալու ենք Գովազդի։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը երրորդ եթերաշրջան նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոցը նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Շարունակում ենք զրույցը վերլուծությունները Արմեն Չիբուխչյանի, մինչև Գովազդը խոսում էիք Ուկրաինայի հետ կապված։ Այսինքն ոչ թե Ուկրաինայի, այլ տեսեք Թրամփի քաղաքականության հետ կապված։ Պրոբլեմը հետևյալն է, որ ամեն ինչը շատ
ոչ մի բան հիմնովին չի, հիմնարար չի եւ ոչ մի հարց չի լուծում, ավելին ասեմ, շատ ավելի վտանգավոր է, երբ որ հարցերը կիսատ են մնում, սրա մասին է խոսքը, որովհետեւ Տրամպը հավերժ չի, այս ադմինիստրացիան ունի սպეციფიկ գաղափարներ շատ, հա, եւ այստեղ մենք պետք է արդեն օրինակ նույն Հայաստանը պետք է աշխատի, մենք բազմիցս ասենք, Միացյալ Նահանգ ոչ թե որպես Թրամփի ադմինիստրացիա, այսինքն ինչ որ խոստումներ, սենց գնալ գալ, այսինքն մենք պետք է աշխատենք կոնկրետ գործերով, մենք պետք է մեր կապերը ռեալ, քանի Տրամփն է, քանի կան հնարավորություններ, այնքան խորացնենք, այնքան ասում միահյուսված դառնանք անվտանգային առումով, հա, եւ այլն, այդ շատ կարեւոր է։ Բայց Ուկրաինայում տեսեք ինչ հետաքրքիր բան է, ինչի ես շեշտեցի, որ այս ամեն ինչը Թրամփը փորձում է օգտագործել հիմա արտաքին քաղաքականությունը, որովհետև նախ ասեմ, խնդիրը հետեւյալն է, որ նաև ինքն է այդ որոշումը կայացրել, որովհետև իր արտաքին քաղաքականության պատճառով չհաջողվեց գները ստաբիլացնել, այսինքն նաև այդ թարիֆների գիտեք քաղաքականության պատճառով, որը այլ ավելի բորբոքեց։ Հիմա խնդիրը հետեւյալն է, օրինակ այս վերջերս երեք մեծ աղմուկ է բարձրացրել Ուկրաինայում նախկին գլխավոր հրամանատար գեներալ Զարուժնիի հոդվածը, որը մինչև այդ եթե չեմ սխալվում արդեն դադարեցվել է լիազորությունը, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն էր կամ շուտով կդադարեցվի, այդ կներեք այդ պասեջը։ Մի խոսքով ոնց որ թե խոսում էին, որ ինքը պետք է դուրս գա արդեն, եւ հետաքրքրական մի բան, ուրեմն ասում են, որ Զալուժնին շատ հետաքրքիր բան հոդված էր գրել, որտեղ մեղադրել էր Զելենսկին, որ 23 թվականի մեծ հակահարվածը, որը հիշում եք, խոսում էինք շատ, որ պետք է արվեր, այդ հակահարվածը հարավի ուղղությամբ Զապորոժի ուղղությամբ ձախողվեց եւ զոհեր ունեցան ուկրաինացիները այսպես շարունակ, այն ժամանակ ինքը մեծ հոդված գրեց, հիշում եք, դրանից հետո ինքը խոսեց մի կարևոր դեպ լավ հոդված էր, որը խոսում էր պատերազմի տրամաբանության փոփոխության մասին, որտեղ ինքը ներկայացնում էր, որ արևմտյան գործընկերները անհասկանալով նոր պատերազմների էությունը պահանջում են մի հատ բռունցքով հարված հասցնել մի ուղղության վրա, ինքը որոշում կայացրեց այդ հարվածը մի բռունցքով չհասցնել, այլ բաժանել մի քանի մասի, որտեղ դա սխալ է ժամանակակից պատերազմներում եւ խոսեց, որ այս ժամանակակից պատերազմը գնում է դեպի տեխնոլոգիայի զարգացում, այս եւ նշել էր ինչա պետք ժամանակակից պատերազմներում հաղթելու համար։ Չէ, հա, բայց խնդիրը որն է, հիմա Զալուժնին ասում է, որ այն ժամանակ ես ուզում էի մեկ բռունցքով հարված էի, բայց ինձ Զելենսկին ընդ որում այն ժամանակ հիշում եք, մենք խոսել ենք շատ այդ թեմաներով, շատ ենք քննարկել, երբ որ արևմտյան օգնությունը կիսատ հասավ եւ այսպես շարունակ, եւ ասում ենք երեք չի կիսատ այն տվել, մի հատ է պահանջում էին, հա։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ տեսեք, վտանգավոր իրավիճակ է ստեղծում Զալոժնին հիմա, այս բանակցությունների ֆոնին, որոնք Բարդեն Զելենսկին չի ցանկանում հանձնել Դոնբասը, Զելենսկին ակնհայտորեն պահում է իր դիրքորոշումը, չնայած Թրամփը փորձում է ամեն գնով գործարքի գնալ, որ ցույց տալ, որ ինքը Պուտինի հետ, որտեղ իր այն ամենա մագա բազանը կան, այն ամենայն մագա ակտիվիստները, նրանք ուրեմն այս պահին դժգոհ են Թրամփից։ Եվ խնդիրը հետեւյալն է, որ ինքը ես արդեն լուրջ կասկած ունեմ, որ Թրամփը աշխատում է Զալուժնիի վրա, այսինքն Միացյալ Նահանգները աշխատում են Զալուժնիի վրա, որպեսզի Զելենսկիի վրա ճնշում գործադրեն, որտեղ Զալուժնին իր իսկ ասածը ամբողջությամբ հերքեց, ինչ որ ինքը ասում էր 2 տարի առաջ, եւ բոլորը համամիտ են իր դրա հետ։ Հիմա Զալուժնին մցրեց խաղի մեջ, որպեսզի Զելենսկիի վրա լրացուցիչ ճնշում գործադրի, որ արագ գնա զիջումների։ Ներքաղաքական վտանգավոր խժդժությունները փորձում առաջացնել Ուկրաինայում, եւ ավելին ասեմ ձեզ, Թրամփը բավականին լուրջ խնդիր ունի, որովհետև հրապարակվել են հարցումները միջազգային լիդերների մասով, եւ Թրամփը ամենավատ տեղերում է, այնտեղ Կիմ Չեն Ինից է մի քիչ առաջ, Պուտինից է առաջ, այսպես հա, այնտեղ գալիս են, եթե չեմ սխալվում, ուրեմն Հնդկաստանի մոդին, որ -15% ունի, Թրամփը գալիս է -16%, եւ գիտեք ով է առաջատարը Միացյալ Նահանգների բնակչության շրջանում, Յուգովն է հայտնի, այսպես ասած բանը, Զելենսկին առաջատար է մնում Միացյալ Նահանգներում եւ վստահ եմ դա էլ է զայրացնելու Թրամփին, եւ Ուկրաինայի ժողովրդի իդեպ շատ հետաքրքրական տենդենս էր, մի մոմենտ Թրամփի հետ քարոզության ֆոնին աջակցությունը ընկավ մի փոքր Ուկրաինայի հետ կապված, հիմա մարդիկ չեն ուզում, որ Թրամփը այդքան Պուտինին երես տա, իսկ խնդիր կա, որ հիմա խոսում են, որ Թրամփի այսպես բանագնացները Թաքուն Կիրիլ Դմիտրիևների հետ բանակցում են, այսպես Վերադառնանք Հայաստան։ Այո, բանակցում են, որպեսզի կարողանան այդ գործարքը կնքեն, բայց ասեմ ձեզ, դա ուղիղ Հայաստանի հետ կապված է եւ այնտեղ Արկտիկայում նավթի արդյունահանման եւ այսպես շարունակ։ Վերադառնանք Հայաստանին այն իմաստով, որտեղ շատ քիչ ժամանակ մնաց, բայց ուզում եմ նաեւ դեր վերլուծությունը, արդյոք այս հանդիպումը այսօրվա Վաշինգտոնյան ավելի
հերթական հաջողության արձանագրում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով խաղաղության հաստատման եւ պայմանագրի ստորագրման, որովհետեւ Հաջիևը ընդամենը մի քանի րոպե հետո Թրամփի ելույթից X-ում գրառում էր արել Ադրբեջանի նախագահի գլխավոր օգնականը մեծ տառերով գրված խաղաղություն բարի ներքո երկու նախագահները ձեռք սեղմեցին, երկու ղեկավարները երկրների ձեռք սեղմեցին եւ սա խաղաղություն է մոտավորապես այդպես։ Տեսեք, իրականում այս միջոցառումը չի կարելի որևէ բան համարել, որովհետեւ սա այլ եմ ասում, սա չհաջողված միջոցառում է, դա Տրամփին չհաջողվեց համախմբել։ Չէ, բայց այստեղ Հայաստանի հարցը չհաջողվելու չէ, այդ եմ ասում, դե որ լսեք, միջև վերջ կհասկանաք, այսինքն իրականում ինչու հենց բարձրացրեցին Ալիևին Թրամփը ուզում է ցույց տա, այսինքն սա այս պահին PR միջոցառում էր, որտեղ այնքան նեղն էր վիճակը, որ հավաքվել են այնքան փոքրաթիվ մարդիկ եւ անգամ ասում Հնդկաստանը չկար, եթե Հնդկաստանը լիներ վստահեցնում կանգնացնելու էր այն Պակիստանի բանը։ Խնդիրը հետեւյալն է, ես էլ եմ ասում, այս միջոցառումը դրա Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունների վրա որևէ կերպ ազդել չի կարող, որովհետեւ սա ուղղակի մենք ճիշտ ենք կարևոր գնացել ենք, մենք այդ խնդիրների հետ կապ չունենք, այդ մի կողմ միանշանակ, բայց խնդիրը հետեւյալն է, որ Ալիևը իր մտքերը ասեց խաղաղության, Մյունխենյան անվտանգության համաժողովում, որտեղ ինքը մենք այդ մասին խոսել ենք, շարադրեց իր մտքերը, որ խաղաղություն չի լինի, մինչև չստորագրվի, մինչև Հայաստանը չանի սահմանադրությունը, իսկ այդ ինչ որ հիմա գրում է Հաջիևը, ես այս եթերներում մեր բազմիցս ասել եմ, սա պայքարը Տրամփի ինվեստիցիաների, Տրամփի մոտ լիդեր լինելու, Տրամփից ավելի շատ տեխնոլոգիա եւ փոխփոկելու համար։ Ես շատ ուրախ կլինեմ, խնդիր չկա, խնդիրը այդ մասին է, բայց նույն ամերիկյան էքսպերտները, օրինակ շատերը ես որ լսում եմ վերլուծաբաններ, ընդ որում նախկին դեսպաններ, խոսում են, որ օրինակ J.D. Vance-ի այցից ակնկալում են, որ պետքա խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ կասկած են հայտնում, ասում են, իսկ ինչու չստորագրվեց J.D. Vance-ի այցի ժամանակ այդ դեպքում շատ լավ առիթ էր։ Իդեպ եւս մի գործոն շատ կարճ ուղղակի ասեմ, որ այսօր մեր հեռուստադիտողներին մի անգամ եւս, որ այսօր Ադրբեջանի նախագահի թիկնապահները հարձակվել են ադրբեջանցիների վրա, ովքեր բողոքում էին Ադրբեջանի։ Ես շատ ուրախ եմ, որովհետեւ ես շատ կուզենամ, որ դա շատ լավ տարածվի, որովհետեւ հիշում եք մի անգամ էլ իշխանական Էրդողանի թիկնապահների հետ էր պատահել, այո, եւ ես շատ լավ կուզեմ տարածվի, որովհետեւ ես վստահ եմ, որ ԱՄՆ-ում քաղաքական էլիտան եւ ընդհանրապես ղեկավարությունը շատ վատ է վերաբերվելու այդ հանգամանքին, ասենք լավ Էրդողանի, հիշում եք այն ժամանակ է սկանդալ եղավ, էլ չեմ ասում Էրդողանի կշիռը ուր, Ալիևի կշիռը ուր, եւ սա լավ ընդգծում է Ալիևի դիկտատորական էությունը, որը մեզ ձեռնտու է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը Արմենի հետ արդեն YouTube-յան live։ Այո։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։